Ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում պատարագ մատուցվեց։ Հավատացյալների խոնարհումի համար սրբազան պահոցից դուրս էր բերվել հայոց ցեղասպանության սրբոց նահատակած մասունքարանը։ Պատարագիչներ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Դանիել եպիսկոպոս Ֆնտգյանը։ 110 տարի առաջ այս օրը հայ մտավորականների ձերբակալությամբ սկիզբ առավ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող խանցագործություն։ Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության համատարած տեղահանության ու բնաջնջման հետևանքով 1.5 միլիոն հայ նահատակվեց։ 100 հազարավորներն էլ բռնեցին գաղթի ճանապարհը, ապաստանելով աշխարհի տարբեր երկրներում։ Պատարագի ընթացքում նորին սրբությունն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայությանը։ Եվ որդվո և հոգվույն սրբո ամեն։ Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ Տեր։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր Հայաստանում և իսկյուրս աշխարհի ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին վասն հավատո և վասն հայրենյաց։ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր ժողովրդի 1.5 միլիոն զավակներ։ Իրագործված եղերնի և հայրենազրկումի մեծ ողբերգությունները սակայն չկարողացան սպառել մեր ժողովրդի կենսական ուժերը։ Ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված մեր ժողովուրդը վերապրեց, ապավինելով խաչված և հարություն առած փրկչին աշխարհի, վերապրեց հանուն արդարության ամենօրյա պայքարով, իր ինքնությանը կառչած և հայոց արդար դատի հաղթանակի հավատով։ Աստվածապարգև մեր հինավուրց հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն իր սրբություններին, հավատարմություն իր պատմությանն ու դարավոր հիշատակներին զորացրեցին ազգիս աշխարհի տարբեր երկրներում նոր կյանք ընձուղելու, իսկ Արարատի փեշերին Արևելյան Հայաստանում անկախ պետականություն վերակերտելու։ Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ Տեր, սուրբգրային հուսառատ խոսքի հավատով ազգիս զավակները ամեն օր դիմակայեցին ժամանակների փորձություններին, կենարար ավիշ առան ազգային հոգևոր իրենց կյանքը վերականգնելու, բարձրարվեստ ու մշակույթ ստեղծելու և գիտություն ու կրթություն զարգացնելու։ Հիշատակի այս նվիրական օրը, սիրելիներ, աշխարհում ամեն տեղ մեր ժողովրդի զավակները իրենց քայլերն են ուղղում դեպի եկեղեցիներ և մեծ եղեռնի հուշակոթողներ, վերանորոգելու հանձնառության սրբազան ուխտը, իբրև պետություն, իբրև եկեղեցի և ժողովուրդ շարունակելու մշտական ջանքերը հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Արդարև մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ոչ արդարացում
և ոչ վաղեմության ժամկետ։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտությունը առաքելություն է մեր ժողովրդին և քաղաքակիրթ ողջ մարդկության համար։ Շնորհիվ աշխարհասփյուր մեր ժողովրդի համախումբ ջանքերի և միջազգային հանրության աջակցության բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության և հայոց ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։ Հայոց ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև, սերունդներին փոխանցել լուսավոր ապագա, ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի։ Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև։ Սիրելի ժողովուրդ հայոց, մերօրյա ծանր ու դժվարին իրավիճակում, երբ նոր ցեղասպանության իրականացմամբ այլևս բռնազավթված և հայաթափված է Արցախը, Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, առավել հրամայական է անսասան պահել հավատարմությունը, հավատք, ազգ ու հայրենիք նվիրական արժեքներին։ Հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը հանուն ազգային վերազարթոնքի։ Տերը չի լքում իրեն փնտրողներին։ Այս անխախտ համոզումով շարունակենք արիաբար դիմակայել մեզ բաժին ընկած փորձություններին և համատեղ ուժերով բարեզարդել ազգային և հայրենական մեր կյանքը։ Հակառակ առկա անվտանգային սպառնալիքների և շարունակվող ներազգային պառակտվածության, հակառակ մեր իրականության մեջ տեղ գտնող պատմության ու արժեքային խեղաթյուրումների, քարոզվող այլև այլ կեղծ ընկալումների, նախանձախնդիր լինենք հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանմանը և զորանանք հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։ Հիրավի, մեր նախնյաց ժառանգության նկատմամբ հավատարմությունը
Համազգային համերաշխությունն ու հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությունը երաշխիքն են մեր ազգի հարաբերության և անկախ պետականության գոյության։ Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված, իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր տեսիլքներն ու երազները։ Այս սաբաթով աղոթք վերառաքենք առ Աստված և հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոճրագործությունները և հարության Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը, իսկ յուրս աշխարհի, և հույսով ամուր ու սիրով միասնական իզորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները։ Թող հարության մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, օրհնությունն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ Պատարագի ավարտին Մայրտաճարի բակում գտնվող աղոթքի և ուխտի խաչքարի մոտ նախագահությամբ վեհափառ հայրապետի կատարվեց բարեխոսության կարգ։ Բարեխոսության այս կարգը մեր եկեղեցու օրացույցում հաստատվեց 10 տարի առաջ, 2015 թվականին ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո։ Մեր եկեղեցին այսօրը հոգեհանգստյան կարգի փոխարեն կատարում է Սուրբ Նահատակների բարեխոսության կարգ։ Մենք մեր աղոթքներում հայցում ենք բարեխոսությունը Սուրբ Նահատակների, որոնք մարտիրոսացան հանուն հավատքի և հայրենիքի։ Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, մայրաթոռի բարերարներ, բազում հավատավորներ։ Արարողությանը միացել էին նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանի սկաուտական խմբերը։ Ցեղասպանությունը այն մարդկության թեմ որջագործությունները մեկն է, որ վաղեմություն չունի, և մենք իբր ազգ, մանավանդ ես իբր սփյուռքահայ, որուն նախնիքները Մարաշից ցեղասպանության են փրկված Սուրիա ժամանած, մենք իրավունք չունենք իբր ազգ այս իրողությունը ուրանալ, մոռնալ կամ որևէ մեկ ձևով հետապնդումը դադարեցնել։ Հետևաբար մենք ուզեցինք այս տարի 110-ամյակի առիթով մեր սկաուտության խումբի հետ միասին մայրաթորեն սկսել այս գոչումը, ասկեվերջ պիտի երթանք մենք ձիձեռնագապերտ մեր սկաուտներուն և մեր անդամներուն հետ, որովհետեւ մեր հարկանքի դուրքը մատուցենք մեր ազգի ուրեմն զոհերուն եւ այս հիշատակը միշտ վար բահենք եւ անուղղությամբ աշխատենք, այսինքն միայն հիշելով չէ որ այս հարցը գլուծվի, պետք է հետամուտը լանք, պետք է հետապնդենք եւ վերջապես այսինքն մարդկության թեմ, միայն հայացքի թեմ չէ, մարդկության թեմ հսկայական որժագործություն մներ, որ պետք է մենք հետապնդենք եւ մեր իրավունքները պահանջենք։ Ինձ համար շատ մեծ բադիվ է, որ գրծա Էջմիածինի մեջ ներկա լարասարարոգության, սպիրկի մեջ ապրիլ 24-ը գամախմբե բոլոր կավուտը, որովհետև մենք բարդականություն ունենք իշելու մեր նատիկներուն և որ բաճար եղան, որ սպիրկի մեջ զարկանակ կավուտները։ Դժբախտաբար իմ զնողքոս 7 տարեկանին բորդ մնաց և ինքը դժբախտություն ունեցավ
դեսնելու ինչպես իր զրոխքին գլուխը գդրեին իր արջևը։ Ուրեմն չեք կնդարմոնալ և շարունակեք մեր պայքարը։ Այսօր Հայաստանում եւ բազմաթիվ երկրներում տեղի ունեցող ոգեկոչման արարողությունները եւս մեկ անգամ հիշեցնում են մարդկությանը կատարված ոճիրի եւ հայոց ցեղասպանության հեղինակների իրավահաջորդների պատասխանատվության մասին։